Չույն, արի 5 շաբթի առավոտ, շատ գեղեցիկ առավոտ է, հա, ոնց որ մեկնարկել ես եղանակի կանխատեսումների մի քիչ զովանալու եք, ոնց որ Այո, շաբաթվա վերջին զովանում ենք։ Շատ ուրախ ենք այդ առումով, մեզ մոտ էլ Վրաստանից ցիկլոն է ներթափանցել, երեկոյից արդեն խոստանում են անձրև, արդեն երկինքը մռայլ է, բայց գիտես ինչ, հիմա գալիս եմ վարքյանական sense տաղավար եմ մտել հեռուստատեսության եթերից, գիտես ինչի վրա եմ զարմանում, էլի այս հայկական իրականության մեջ, ասենք փողոցի վերանորոգումը կարա լինի rush hour-ն, ամենաթեժ թրաֆիկին հիմա նայի, քանիսն է մեզ մոտ, 7:15-ը, ամենա թրաֆիկի ժամն է, եթե օրինակ, unless կոյուղի է պայթել, ինչ-որ մի մեծ վթար է, որ անհապաղ պետք է բան, բայց ասենք մայթի փոշին հավաքելու համար ամբողջ շինարարների փողոցը վերամբարձ կառունկով ու չգիտեմ տրակտորով բանով ամբողջությամբ փակել են այս ժամին, որ կարող են անել, ասենք 2 ժամ անց մարդիկ կամ երեկոյան կարող են անել, բան, էական չի հենց այս պահին անելը կարելի էր, էլի շատ դժվարությամբ ենք եկել ստուդիա ժամ 45 րոպե, մենակ 40 րոպե թրաֆիկի մեջ էին կանգնած շինարարների, քաղաքապետարան ջան, մի քիչ տենց բաներին ուշադիր եղեք, էլի անելու բան չեք անում։ Այս փոքրիկ վրթով Քաղաքապետարան, լսում եք, քաղաքապետարան։ Հալո, պատասխանեք։ Չէ, չկան, պետք է եղած տեղեք, բայց լավ, քաղաքապետարանից որ խոսեցինք, այսօր համացանցում եւ ոչ միայն բուրըն կերպով Երևանի տրանսպորտի մեջի տուգանքի թեմա է քննարկվում, 15000 դրամով տուգանել են մի կնոջ, ով որ չունի այդ բաս քարտը, որ նոր են բանարել, 15000-ով տուգանել են, հետո պարզվում է տիկինը գնում է զինվորի տուն, զինվորի տանը բուժում անցնող Արցախյան պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորի մայր է եւ հիմա տես այս խնդիրը sense երբեղկվել է, միտեղ բարոյականությունը խիղճը, միտեղ իբր օրենքը եւ ընդունված բանը։ Հիմա ինքը օգտագործել է իր որդու քարտը եւ բռնվել է ստուգելու ընթացքում։ Մեր օրենքով հաշմանդամություն ունեցող մարդը իրավունք ունի դա անցկացնելու, բայց ասենք մայրը, հայրը եւ ազգականն այլ իրավունք չունի։ Դա բուրըն կերպով հիմա քննարկվեց, քիչ առաջ գալիս եմ եւ քաղաքապետարանի խոսնակը, պարոն Կարապետյանը հայտարարեց, որ update են անում այդ տեղեկատվությունը, ինֆորմացիան եւ առաջիկա ավականու նիստին ուզում են օրենք ընդունել, ըստ որի խնամակալը եւս իրավունք ունի օգտվել այդ բանից, առավելությունից։ Հիմա տեսնենք, թե ոնց կզարգանա, հետևում ենք դեպքերին։ Ես օրինակ մի անգամից ինչ մտածեցի, եթե ես լինեի իրավիճակի տերը, ասենք քաղաքապետարանից, տուգանքը չէի հանի, բայց բյուջեի քաղաքապետարանի կվճարեի, չէ, ներել չէ դա։ Ուղղակի որպեսի ֆինանսական ինքը բանի մեջ չընկնի եւ օրենքը մնա օրենքի ուժի մեջ։ Կարծեմ դիսմիս արեցին, նշի որ վճարել են, տուգանել են, բայց հետո որ այդ աղմուկը բարձրացավ ման չեղարկել են այդ, բայց օրենքը ոնց հասկանում ենք ուզում են լավարկել։ Հիմա չգիտեմ։ Ոնց կստացվի, ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը, Քոչարյանը կալանավորվեց, բարեկամներ, եթե ինչ։ Այո։ Ունեք այդ թեմայի շուրջ որևէ Դե Ռուսաստանը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչպես էլ սպասվում էր, գիտեք ինչն է այդ արխիր, դե Զախարովը որ ասում եմ, պատկերացրեք Պուտին էլի, ուղղակի Զախարովայի կամ Մեդվեդևի կամ Պեսկովի բերնովն ասում, մի վարքյան, ուրեմն ոնց է սկսում Տիկին Զախարովան, Ռուս Դաշնությունը Հայաստանը շարունակում է համարել եղբայրական երկիր, սորակետ, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Այ քեզ բան։ Հիմա նա ինչ է ասում, ուզում է խառնվի ներքին գործերին, հա։ Դե ասում է մենք եղբայր ենք, դրա համար անտարբեր չենք կարող լինենք, ես ստիպված մենք պիտի ուրեմն մասնակցենք ձեր ամեն ինչին։ Այս մասին նա Զամարիա Զախարովան։ Հետո շարունակելով Մենք չենք խառնվում ինքնիշխան պետությունների ներքին գործերի, ներառյալ Հայաստանի եւ նրա իրավապահ մարմինների գործունեությունը։ Հայաստանը շարունակում ենք համարել եղբայրական երկիր մի ժողովրդի հետ, որի հետ մեզ կապում են հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարեր շարունակ, հետեւաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ,
մանավանդ եւ դրանք այս կամ այն կերպ անցնում են մեր երկրի հետ երկկողմանի հարաբերությունների հետ կապված կարգախոսներով։ Վերջինս նշել է, որ շարունակում է Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման հանդես եկող քաղաքական ուժերի եւ գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան, որը հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ։ Այսինքն ստացվում է ըստ Զախարովի, որ հասարակությունը մի բան է ուզում, կառավարությունը այլ բան է ուզում։ Այնինչ թողատեսնեն, թե բոլորը ինչ ուրախ են այդ կապակցությամբ։ Ցավոք շարունակում է Տիկին Զախարովան, այն բացասական միտումը, որին ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպանը դեռևս ապրիլի 1-ին շարունակվում է։ Այն է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման ու ամրապնդման հանդես եկող քաղաքական ուժերի եւ գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիա։ Եվ սա ակնհայտորեն հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ, թե ով արել այդ հարցումը ես չգիտեմ, որը հստակորեն դրսևորեց հունիսին կայացած խորհրդանական ընտրություններում եւ հուշում է հայկական ուժայինների հիշատակված գործողությունների քաղաքականացման բնույթի մասին։ Ուրեմն ինչ հետաքրքիր է, տես, իրանք ասում են լեգիտիմ չեն այդ ընտրությունները եւ դրա համար մենք չենք շնորհավորում, բայց այն մասը, որ իրանք են ընտրվել, այդ մասը լեգիտիմ են համարում։ Դա ինչի իրանք կողմը իհարկե լեգիտիմ է, ինչի իրանք իսկապես абսուրդ է, էլի։ Քիչ թե շատ հասկացող կասեմ, ոնց է ընտրությունները մի մասով եղել են ոչ արդար, մի մասով ձեր կողմով արդար։ Ընտիր։ Դες արդարի չարդարի հետ կապված այսօր քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հայտնում, ձեզ հայտնի Մարտուն Գրիգորյանի որդու Կամո Գրիգորյանի գործի հետ կապված նախաքննությունը նոր մանրամասներ է ներկայացրել հետաքրքիր զարգացումներով բավականին։ Ուրեմն քննչական կոմիտեն հայտնում է, որ նախ հիշում եք Մարտուն Գրիգորյանը ով էր։ Գյումրիի Այս ուրեմն քաղաքապետի տեխնացու էր, Վարդան Ղուկասյանի հետ Գյումրիի քաղաքապետի հետ թուր թվանքի մեջ, լիքը խնդիրներ բան, բայց վերջում ինքը ապահովեց ձայները, որ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրու քաղաքապետ, բայց այնտեղ կլանային sense բաներ է խոսվում, ինչ ասես։ Հիմա իր որդին, ինչպես հին ասացվածն է ասում, պտուղը ծառից ելու չի ընկնում, բավականին լուրջ շարժուձևի մեջ էր կրակոցներով, զենքով, զինամթերքով մուշուվան մտնող պոտենցիալ անձնավորություն եւ հիմա քննչական կոմիտեն նոր բաներ է ներկայացնում առանց մեկնաբանության ընթերցում եմ քննչական կոմիտեից հրապարակած նյութը Մարտուն Գրիգորյանի որդու Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը այս պահին ավարտված է։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզի վարչությունում քննվող վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ԿԳ-ն 2025 թվականի հունիսի 20-ին մի խումբ անձանց հետ Գյումրի քաղաքի հաղթանակ պողոտայի 1/1 հասցեի դիմաց վիճաբանել է ՎԿ-ի հետ, որի ընթացքում խմբի կազմում իր կողմից ապօրինի կրակած զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, հնչեցրել է բազմաթիվ սեռական հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ եւ կրակահերթ։ Այնուհետև վիճաբանության ընթացքում առնվազն 3 կրակոց է արձակել, ինչի հետևանքով խափանվել է հասարակական նշանակության աշխատանքները, օբյեկտի աշխատանքը սննդի կետի աշխատակիցների մոտ առաջացրել է վախ եւ տագնապ, բացի այդ ԿԳ-ն մի խումբ անձանց հետ փող լրացնելով միմյանց գործողությունները, այս հետաքրքիր պահ է, գործադիր եւ ֆիզիկական բռնություն է կիրառել, հարվածներ է հասցրել մարմնի հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։ Նախաքննության ընթացքում Կամո Գրիգորյանի նկատմամբ հսկվող դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական հետապնդում օրենքի մի շարք հոդվածներով, ֆիզիկական ներգործություն, խուլիգանություն, ապօրինի կերպով զենք կրել, ֆիզիկական ներգործություն, խուլիգանություն, հրազենի ապօրինի շրջանառություն եւ ոչ միայն լիքը հոդվածներ է։
Արդյունքում Շիրակի մարզային քննչական վարչությունում ներկայացվել է հետախուզման մեջ գտնվող Կամո Գրիգորյանը, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, որի հետևանքով դատարանի որոշմամբ փոխվել է այլընտրանքային խափանման միջոցը։ Կամո Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դատախազի մոտ է։ Հիշեցնենք, որ մյուս մեղադրանքների վերաբերյալ քրեական վարույթ են եւս ընդունվել։ Ավելի վաղ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում պատգամավորի տեխնացու Մարտուն Գրիգորյանը 2025 թվականի հունիսից հետախուզվող նրա որդին Կամո Գրիգորյանը 1 տարի անց ինքնակապ ներկայացել է ոստիկանություն, կրակոցներին հաջորդում էին Գյումրի թիմ ընտրությունները, Մարտուն Գրիգորյանի Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների ապահովումը հիշում եք Շեկոին տարիներ առաջ սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին, իսկ շրջանառվող լուրերի համաձայն ըստ տեղեկության Մարտուն Գրիգորյանի Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ դառնալու հարցում օգտելը սպանված որդու համար ընդունելի չէր եղել։ Այլ բան չի ասում։ Քրեական դրամա, կինո կարելի է նկարել։ Լրիվ կինոմատոգրաֆիա։ Իրոք, այս որ սցենարիստներ, բաներ, կաստինգ են կան, մեկը մեր հարգարժան Արֆլիքս Արտակը մեր հարազատ բան, չէ՞, այս որ sense քննչական կոմիտեի նյութերը բացես կարդաս, սա կինո է։ Ինչ սցենարիստ, ինչ գրել, վերցնես նյութը ու սարքես։ Իդեպ ասեմ, առաջինը դա որ գրանցված է պատմության մեջ Դոստոևսկին արեց։ Եթե ուշադրություն դարձնեք իր վեպերը, հայտնի վեպերը, թե Կարամազով եղբայրները, թե Ոչեր եւ պատիժը լրիվ դետեկտիվ սյուժե ունի եւ ընդհանրապես առաջի դետեկտիվ գրողն են համարում նաեւ գոնե այստեղ։ Եվ հենց այդ երկու դեպքն էլ ինքը վերցրել է բաներից, ոստիկանական արխիվներից, այդ սպանությունների բաների արխիվները փորփրելով, կալաբանը, մանավանդ բանը Ոչեր եւ պատիժը։ Այնպես որ այո, դա իրական աղբյուրը այնտեղ է։ Կյանքին մոտիկ, կյանքին կապած աղբյուրը։ Կյանքին մոտիկ է նաեւ կոպ 17 հոկտեմբեր ամսին, գիտեք, մեծ միջոցառում է համաշխարհային մասշտաբի կարելի ասել, եւ քիչ առաջ Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել եւ Երակլի Կոբախիձեին Փաշինյանը հրավիրել է Երևան մասնակցելու, բան, ինչը ասում են որ հրավերը սիրով ընդունել են։ Ես չեմ հասկանում, ում ուզի կարա հրավիրի պաստորեն, հա։ Դե ենթադրվում է, հա, իհարկե։ Իսկ ինչու՞ չէ։ Իսկ ինչու՞ ոչ։ Բա մեզ ինչի չեն հրավիրում։ Դե մենք միշտ կանք ենք, որ մենք կանք ու կանք դա։ Այլի փողոցները կփակվեն, բան չէ, դա։ Այո, հա, կատենս բան, բավականին ծանրաբեռնված է լինելու, բայց եթե հիշում եք Քոչարյանն տանը, երբ որ աղոցն մտավ, մեծ պաստառի վրա գրված էր եղել բարի եկաք։ Այսինքն իմացել են այդ ամեն ինչի մասին, որ հետախուզություն անելու տոնը եւ այլն, եւ այսօր ինչ ասում այդ մասին Փաշինյանը։ Ապա իրավապահ համակարգի խլուրդներին, դե խլուրդ ասում են նրանք, ովքեր ինֆորմացիա են դուրս անում, էլի ծախողներին։ Ուրեմն իրավապահ համակարգի խլուրդներին գտեք, թե չմտնելու եմ շենք, ով աչքից դիմաց դուրս եկավ, գործից հանելու եմ։ Այս մասին հայտնել է պարոն Փաշինյանը։ Ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ, եթե ներսից ինֆորմացիա դուրս տվող խլուրդներին կոնկրետ ժամկետում չգտան, ուրեմն ում նայեմ, ասելու եմ ինքն է, ու այստեղ որտեղ իմ եւ ու այնտեղ որտեղ իմ որոշումների տիրույթն է լինելու, կայացնել եմ որոշումներ։ Ինձ պետք են անուններ եւ ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ, իրավապահ համակարգի որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու, անցնելու են շենք, ով աչքից դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատելու։ Սպառնում եմ, ահա որ սաստիկ ձևով սպառնում եմ։ Այդ լրագրողը իրան կոմենտ արեց, ասեց, չհասկացա, սպառնում եք, ասեց, այո, սպառնում եմ, ահա որ ձևի, իդ բացատրենք ինչ է կատարվում։ Ուրեմն այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ, կարճ ճեպազրույց, մի ժամանոց ճեպազրույց ունեցավ Փաշինյանը, այնտեղ հարց եղավ, որ ասա մեղադրում եք, որ չգիտեին այն պաստառը, որ գրած էր բարի գալուստ այդ ԱԱՑ-ին, որ երեխաները Քոչարյանի ընտանիքի, որի welcome գրել էին, դա նշանա, որ իրանք տեղյակ էին։ Ըստ վարկածի, իրանք նախապես տեղեկացվել են, բայց պարբերաբար ինֆորմացիա է գնացել իրանց։
Հա, դե բայց սա արդեն լուրջ բան է եւ այստեղ է որ զայրույթը ասում փաստորեն այդ խլուրդ պայմանական ասենք մարդիկ ովքեր այդ ինֆորմացիան դուրս են հանում եւ անդադար ծանուցում են ու ես ոնց հասկացա այսօր էլի այդ ճեպազրույցի ժամանակ ասենք ԱԱԾ-նա քնչականա չգիտեմ ովքեր որ գնում են X հասցեն որ ասենք տեղեկությունն է որ այս ինչտեղ ինչ որ մի բան են գտնելու գործի հետ կապված ինֆորմացիան գնում է անդե ստերիլ է գնում են հասնում են այտենց բաներ չկա եւ հենց այս զայրույթի ֆոնին ասում այո ոնց հասկացանք հստակ հանձնարարականներ ա տվել, ասում է կամ բացահայտում եք ովքեր են ինֆորմացիան դուրս հանողները, իսկ դա շատ լուրջ բան է, երբ որ հանում են դուրս ինֆորմացիան, հա։ Եթե չէ, ասա բոլորին հանելու եմ այն տրամաբանությամբ, որ այդ մատնողը դուրս եկած կլինի, եթե բոլորին հանեմ, որովհետև չգիտենք ով է։ Բայց տխուր վիճակ։ Գիտեք ինչ, այս հեշտ չի լինի, բայց լրիվ հնարավոր է այդ այսպես կոչված խլուրդներին գտնել, որտեղ այդ գործի վերաբերյալ որոշակի քանակությամբ մարդիկ են, որ նախորոք տեղեկություն ունեն, որ ինչա կատարվելու, ոչ թե շարքային ԱԱԾ աշխատողները, վերնախավից, այդ ով որ կա այդ օպերացիան կառավարում է եւ այլն, ու շատ հեշտ կարելի է։ Ու ես չեմ զարմանում, այդ մարդիկ այնքան փող ունեն, որ կարող են ցանկացածին կաշառել, հասկանում եք։ Հա, լինի ոստիկան, լինի ԱԱԾ, լինի բժիշկ, լինի հիվանդանոց։ Կարող են առնել ամբողջ հիվանդանոց, եթե պետք է, հասկանում։ Խնդիր չունեն։ Հա, բայց այդ իրանց լկտիությունը, չէ, որ այդ գրել են բանին մոթում, իբր մենք տեղյակ ենք էլի այդ ամեն ինչից։ Գոնե ցեն չհանեին կարող իրանց գոնե յոկուտ իրենց էլի ցեն չհանեին, բայց իմա ասենց արդեն ակնհայտ դարձավ, որ տեղյակ են, բայց դե ուր պիտի պահես։ Որ նայում ես։ Էս էլ կա, Ռաֆայել, ուր պիտի պահեն։ Հորքուրի տնից պիտի հանի, ասենք ինչ որ բան թաքցնի, տանի մորքուրի տուն, մորքուրի տնից տանի պապու տուն։ Ի վերջո ուր է դնելու, դրա համար էլ էսօրն ենք, հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ պետությունը փաստորեն որոշում է կայացնում, բայց պետության մեջ կան այդ տպեր, այսպես կոչված, ովքեր կանխում են այս 8 տարվա այս պատմությունը, գուցե եւ այսքան ձգվում է այս ամեն ինչը, որտեղ որ մեկի վրա մատնես, բանա, պոտենցիալ կարա դավաճանի։ Դե հիմա դե պատկերացեք առաջ ինչ ա եղել, ավելի ահավոր ա եղել վստահ եմ, էլի, բայց հիմա էլ կա։ Այսօր Սասուն Միքայելյանի այս նոմա վերաբերում դատավորի բանի, չգիտեմ, հասցրեցիք դիտել Սասուն Միքայելյանը այսօր խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, մարտի 1-ի մասին, ինքը քանի որ ակտիվ այդ process-ների մեջ ներգրաված է եղել, նա հետաքրքիր բաներ ազգային ժողովից հայտնեց, թե Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կամքով Քոչարյանին ոնց է գնացել բերել, առաջին անգամ իբր Քոչարյանը հրաժարվել է գալ, էլի են գնացել հետևից, եթերից հետո, չնայած ունեմ մի հատված այստեղ, կարող եմ ներկայացնել, եթե ավելացնելու։ Այո, հետաքրքիր է օրինակ, բայց ինչ մի տենց գանձեր, որ երկու անգամ հետևից գնացել են, ես չեմ հասկանում, այսինքն էլ մարդ չկար, հա, հանրապետությունը։ Հա, այդ արդեն կմնա Տեր-Պետրոսյանի, ինչ ասենք, խղճին ասենք, հոգուն ասենք, ինչ, որտեվ դա ամենակարևոր հանգրվաններից մեկն էր մեր նորագույն պատմության։ Ինչ կլիներ պատմության հետ, մեր երկրի հետ, եթե օրինակ Քոչարյանը չգար Հայաստան, կարծիքով լրիվ բոլորովին այլ զարգացում կարար լիներ։ Մի րոպե դա եմ գտնում էլի, մի րոպե մի հատ տեսնեմ, այստեղ առանձնացրել էի, բայց եթե դուք որևէ նյութ ունեք, ասեք, ես միջով։ Այո։ Ուրեմն հիմա էլ ազգային ժողովը սկսեց քննարկել կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կառավարությունը առաջարկում է փոխել 12 նախարարություններից 3-ի անվանումը։ Աստծիմ, ինչ են կպել այս անուններից, ինչա տալու է, ինչու այդքան կարևոր է անունը։ Մանավանդ արտգործնախարարությունը, որ կպան, այդ լրիվ ես չհասկացա, այդ ինչի էր պետք։ Ինչին։ Արտգործնախարարությունը պետք է որ հանգիստ։ Հա, հիմա նայեք, օրինակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվանումից գործադիր առաջարկում է հանել սոցիալական հարցեր բարեկապակցությունը փոխարինել բարեկեցության բառով։ Հիմա բրկվեցին բարեկեցան։ Արտաքին գործերի նախարարության անվան մեջ ավելացնել միջազգային առևտուր բարեկապակցությունը։ Բայց ես հասկանում եմ, որ կարող եք բանը Տերենիկ
Hello. Այո։ Հա, բաներ, ստոպեր եղել ձայնը դրա համար։ Իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվան մեջ արհեստական բանականություն բառերել է, մտցրեք նահանգի։ Դա համար ժամանակ են ծախսում բաներ, չեմ։ Ախր գոնե մեկը, գիտեք ինչն է դա, այս մեր թղթակիցների զարմանում եմ, էլի ժուրնալիստ, ինչպես ուզում եք կոչեք։ Հիմա մեկը դեռ չի հարցնում, լավ, իմաստը ինչն է սրա։ Որ այս բառը փոխեցիք նրանով ինչա ավելանում կամ ինչա պակասում։ Մենք իմանանք կարող է իսկապես կարևոր է այդ բան ունի։ Նա մեզ սոցիալական հարցեր է, բա ինչա, չէ, սոցիալական բարեկեցությամբ ավելի։ Գտա այդ հատվածը, հիմա ներկայացնեմ։ Ուրեմն այսօր Սասուն Միքայելյանը, ով որ ներկա է եղել թե հոկտեմբերի 27-ի եւ թե մարտի 1-ի դեպքերին որոշակի տեղեկություններ է ներկայացնում ազգային ժողովի ամբիոնից կարող ենք լսել միասին։ Շնորհակալություն հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ։ Այս 20 օրը լրությամբ լսում եմ թե ինչա կատարում այդ դեպքում։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 3 ուժ մտել են ազգային ժողով, այսինքն ստանալով վստահության քվեն, ով ինչ ճանապարհով է ստացել, դա ժողովուրդը գիտի, բայց արդեն ներկայացված ենք ազգային ժողովում։ Եվ մենք ստանալով ժողովրդի վստահության քվեն պետք է մեր գործնեությամբ հավատ նշենք ժողովրդի մեջ մեր երկրում ծառացած բոլոր խնդիրներին ինչ որտեղ բանավիճելով, բայց քաղաքական հարթակում, այս դաշտում ոչ թե մեկս մեկի փնովելով, ամեն մեկը մի ձևի խոսալով, արդարացնել ով ինչ լսել է եսին որդից, եկել այստեղ ներկայացնում ժողովուրդ մեր երկիրը, մեր պետությունը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած, թե արտաքին եւ ներքին այս խժբժանքը ինչ որտեղ մեր ազգային ժողովում ազդում է մեր ժողովրդի հոգեբանության, ապակողնորոշման վրա, թե ով այստեղ ինչ ասում, ճիշտ ասում, թե սխալ ասում։ Ես խոսեմ նախ ով հանրաժողովի նախագահներ, ովքեր անցել են, ովքեր պետք է անցնեն, ես շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում նաև ձեզ բոլորիդ, ազգային ժողովի նախագահին, փոխխոսնակներին ընտրվելու կապակցությամբ Եվ այսօր ես կխոսեմ փաստացի։ Ռոբերտ Քոչարյանի հարցով տարբեր տարաբնույթ խոսակցություններով պարոն Խաչատրյան թե ինչ է կատարել, դուք գիտեք ես 38 տարի քաղաքականության մեջ եմ, Արցախյան ազատամարտից սկսած 27, չգիտեմ, տարբեր բաներ մինչև այսօր։ Ուրեմն 1993 թվական Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին Մոսկվայից հրավիրեց Հայաստան։ Այնուհետև 96 թվականին երկու խոշոր գերատեսչություններ միացրեց իրար, ազգային անվտանգությունը եւ ներքին գործերը նախարար նշանակեց Սերժ Սարգսյանին։ 97 թվականին ես ուզում եմ էսի բոլորս իմանանք, մարդիկան քաջատեղյակ չեն, թե Ռոբերտ Քոչարյանին ով է բերել ազգաբան Հայաստանի Հանրապետություն։ Բառացի ասում եմ սպարապետի խոսերով, որ ինձ ասել, խոսացել ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղարկում է ասել է գնա Ռոբերտ Քոչարյանին բեր։ Ասում է գնացի առաջ անգամ չեկավ, երկրորդ անգամ ասավ նորից պետք է բերես։ Բերեց եւ 97 թվականին գիտեք նշանակեց վարչապետ։ Եվ այդ ժամանակահատվածում երկուսը միացան իրար Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս բերին խաղից։ Ես ուզում եմ խոսել նաև հոկտեմբերի 20, եթե ժամանակ մեջ տեղավորենք 27-ից եւ կանրադառնամ երկու բառով մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Հոկտեմբերի 27-ը առաջից դալից էի դասավորված, ուղղանկյունաձև, այնտեղ բեմներ։ Ուրեմն հոկտեմբերի 27-ին Ժողովուրդ ջան գնդակարվերա այս դալիճում վերջից անգամ ասել եմ մինչև իմ արյան հոտա գալիս Մամիկոն ջան գնդակարվել ազգային ժողովի նախագահան, կառավարության նախագահան, վարչապետը
եւ երկու փոխոսնակները եւ 6 հոգի, 5 հոգի պատգամավորներ եւ պետական հայրեր։ Ինչա կատարվել է, ուզում եմ դուք խորապես իմանաք ինչա կատարվել մեր երկրում։ Գնդակարարվելա կառավարության նախագահան, ազգային ժողովի նախագահան երկու փոխոսնակներին։ Միրոյանին առաջացանել այս կողմից էր։ Աստիճանների վրա են խփել ու բոլորին կոնտրոլի գլխից խփել են։ Կարեն Դեմիրճյանի կներեն ինձ իր հարազատները, այս գլխի տեղը, որ ես մտել եմ բեմի վրա, մի թասի չափ sense ուղեղ ու արուն էր թափած։ Կամ Վազգեն Սարգսյանի գլխին պրիգլադով խփել է։ Էդի ով կարա մոռանա։ Ինչի համար եմ այս ամենը ասում։ Ուրեմն ինչա կատարվել ազգային ժողովն այդ ժամանակ։ Չկար նախագահ, չկար փոխխոսնակները, ազգային ժողովը չկար վարչապետ։ Մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում։ Ոչ ազգային ժողովն էր գործում, ոչ կառավարությունը։ Մնացել էր միակ ցարիբոկ Ռոբերտ Քոչարյան։ Մենակ ինքը կարար, իր դեպքում կարար գործել։ Եթե մեկ փոխխոսնակ էր կենթանի մնար, մեր սահմանադրությամբ ազգային ժողովն իսկ գրավիրվեր, կընտրվեր բանին, կձևավորի նոր կառավարություն եւ պետությունը կգներ իր աղուների մեջ։ Այսինքն սպանությունները եղել են քաղաքական։ Եվ ասեմ ավելին, 12-ից 11-ից 15 րոպե Նայիրի Հունանյան այդ ժամանակահատվածում Խոսրով Հարությունյանին ասում է գնաց ասա որ թե զոր չմտնեն ամեն ինչ տեղից ձև ա եղել։ Խոսրով Հարությունյան դուրս է գալիս լուսահոգի այդ ժամանակ արդեն Կարեն Դեմիրճյանի սենյակ սուպերով զանգում է, ում է զանգում։ Բնականաբար Ռոբերտ Քոչարյանն եւ ասում է ստեղից էս դեպք այլ է, որ հետագայում Ռոբերտ Քոչարյանը ասավ 3 ժամ հետո ես իմ անում ինչ էր կատարում ազգային ժողովի դահլիճում, դրա համար չեմ գնացել։ Եվ պլյուս դրան ժողովուրդ ջան, այսօր եկել ենք մի տեսակ արդարացնում ենք Ապոլինի բռնում են սրան նրան, այն ժամանակ էլ օրինական գնդակարումին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում ամբողջ աշխարհի դեմ որ հազվագյուտ նման դեպքեր են աշխարհում, ոչ թե Հայաստանում։ Եվ այսօր ինչ լավ չասցար մատել կրկնեն։ Դե ուշադիր լսի։ Չկար ազգային ժողովի նախագահ, չկար երկու փոխոսնակներ։ Մեր սահմանադրությամբ ոչ մի բան չեն կարել գործել։ Մնացել էր մենակ Ռոբերտ Քոչարյան, ցարիբոկ, որ իր դեպքում մենակ կարան։ Հետո գնաց, լուրջ վերնեմ ջան, դա ոչ։ Հարգելի գործիչ, Տիկին Վարդանյան, կլինի չխոսեք, մի արձագանքեք, թողեք խոսա, Տիկին Գրիգորյան ձեզ էլ հետաքրքրու, հետագայում ամեցեք, ես մանրամասն լռեք Տիկին Գրիգորյան, մանրամասն կբացատրեմ, ինչա կատարվել։ Եվ այսօր եկել ենք արդարությունից ենք խոսում, արդարացնում ենք նախորդ իշխանություններին, որ նման բաներ սաղ է, Ուզում եմ երկու բառով էլ անդրադառնամ։ Ես շատ բան ունեմ խոսալու, ընթացքում խոսամ ժամանակի մեջ։ Ուզում եմ դառնամ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որ ես ներկա եմ եղել 700 հոգի Ղարաբաղից ինչի համարին բերել Հայաստանի Հանրապետություն պլյուս դիպուկահարներ։ Այն տարածքից, որ մենք բոլորս կյանք ենք տվել դրա համար։ Եվ ինչ կատարվավ առավոտ շուտ մենք Սպենդարյանի արձանի կողքն ենք եղել, ինչ համար են փաստացածում, որ արդեն հոգներ եմ 20 օրա ամեն մեկ ինչ գիտի ասում է, ինչ լսել է ասում է, հիմնավորում է։ Մենք Սպենդարյանի արձանի մոտ ենք եղել, մտան ոստիկանության աշխատողներ շատ նորմալ ձևով տղեկ ջան խնդրում ենք դուրս եկեք։ Իսկ Թումայանի արձանի մոտից մտան մի հատ հերեսակախումբ սև ֆորմաներով, մասկեքով, ես հրամանատար եմ եղել, ես պինդ մարդ եմ, բայց ես մինչև այսօր չեմ կարող դա մոռանամ։ Իմ դեմ իմ ժողովրդին ջարդում են, այդ ղժոցը, այդ քաոսը իմ վրա ազդել է։ Ու ջարդելով ժողովրդին դուրս են անում, քնած ժողովրդին, ամեն ինչ են կողմցել Լևոն Տոր-Պետրոսյան գոռում էր, խնդրում եմ չգնաք ընթարման, խնդրում եմ չգնաք ընթարման։ Եվ ինչ եղավ հետագայում։ Ես չեմ եկել
մեծաբանեմ, ինչ հոդվածներով եմ մեզ դատվել։ Ու իմ նման շատերը դրա համար եմ ասում։ 15 տարի պետական հեղաշրջում, 12 տարի զանգվածային անկարգություններ, 7 տարի։ Այստեղ արդեն դատական բանի մասն է խոսում, թե քանի տարի են, հա, իրեն տվել, այսպես ասենք, հա, բայց գիտեք, ինքը պարոն Սասուն Միքայելյանը մոտ 3 տարի նստեց, հետո դուրս եկավ, բայց սա էր ընդհանուր այսօրվա ազգային ժողովի այս հատվածը։ Այդ ժամանակ ես արդեն Ամերիկայում էի ապրում, այդ որ ազգային ժողովի այդ հարցակում եղավ, ես նման բան չէի տեսել, որ ինչքան ալիք կար ամերիկյան հեռուստատեսային ալիք, բոլորը խոսում ու ցուցադրում էին այդ կադրերը, այդ Հունանյանը բանը ոնց են մտել ու կրակել։ Ես նման բան չէի տեսել։ Դե պատմության մեջ չկա դες բան։ Հավատալս էլ չէր գալիս, էլի որ այդ աստիճան կարող է, որ այդքան հեշտ զենքով բանով մտնեն ազգային ժողով ու տենց վերացնեն ում ուզում են եւ դուրս գան։ Շատ տարօրինակ բաներ էլի։ Այսքան պատմության հետ ենք աշխատում, այսքան միջազգային լուրեր ենք տալի, որտեղ կա նմանօրինակ մի բան, որտեղ։ Բացարձակ, հա, բացարձակ։ Ու թշնամին չի գալի։ Չի գալիս, դիվերսիա չի գալի, որ ասենք, չգիտեմ, դες բանը, ասենք, Տրամպը գնաց վերցրեց Մադուրոին, առևանգեցին, տարան դատում են, բան, չէ, կամ ուրիշ օրինակ հիմա չգիտեմ ավելի մեր ձեռամբ Դե Մադուրոյի ճակատագիր ինչ եղավ այ մարդ մեզ հետաքրքիր փախցրիկ բա հետո լավ տարան հա մի անգամից դել ձայն չկա ոչ մի կարծես ետնիտակ անցել այդ մարդը այ այսպես է մարդկային ուշադրությունը էլի այդ օրերին մենակ այդ էին խոսում հիմա անցավ ինչքան ժամանակ մի տարի եղավ մոտավորապես ոչ ոք չի հիշում ոչ մեկին դա հետաքրքիր չի անգամ իր կառավար երկրում չեն խոսում Չէ, թվում էր թե վայ տարան Ինչից երկրի ներսում ոչ մի գործառույթ չեղավ, հենց իրենց երկրի ներսում, հա, իրենց երկրի ներսում։ Okay, կինը մնաց, ոտը ամրացրեց, հա։ Այդ կինն էլ աշխատում էր Ամերիկայի կառավարության հետ, ակնհայտ երևում է։ Ախր այնքան, հա, առնամարդ չի կարողանում պատկերացնել, ամեն ինչ հնարավոր է։ Լավ, գնանք գովազդի։ Գովազդային դաթար ընկերներ, հերու չգնաք, ասենք շնորհակալություն մեր գործընկերներին մեզ հետ լինելու համար, շարունակենք թողարկումը։ Ինչ գովազդային դաթարներ դերենիկ Երևանյան բարքերի քրոնիկոն հրապարակեցին Երևանի ոստիկանությունը, ասես բաներ անում են էլի ամեն քայլին, ուրեմն տեսեք բարեկամներ, իրավիճակ եմ ներկայացնում։ Օգոստոսի 19-ը դեպքը տեղի ունեցել ձերբակալել են անձանց քրեական վարույթ Երևան լալալալալա ըստ տեղեկությունների Mercedes-Benz Magnus-ի վարորդը ձայնային ազդանշան Կիան սիգնալ ա տվել Mercedes-ին քոչարի վրա Mercedes-ը Արա դու մի հատ քեզնայի, ինձնայի Բայց կավակիան հիմա թափթազակիա է, այս Mercedes-ը 87 թվականի, այս որ կա Երևանի կեսը Mercedes-ը քշում Մի խոսքով կապ չի վազանց է արել, աբգոն գրաբար ասած Կտրել է Կիայի դիմացը, մեքենայի մեջ էլ իրենց անուշ ծոցի ազիզ աղբերներն են եղել Այս Կիայի վարորդին հանել են դուրս ու օրը ցերեկով հնչեցնելով հայհոյանքներ ծեծել են Կիայի վարորդին։ Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանում քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քանի որ Երևան Քոչար փողոցի վրա է եղել, տեսախցիկներ էլ կան, բան կան եւ այլն, հիմա բերման են ենթարկվել այս մարդիկ։ Ոստիկանության միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչները։ 30-ամյա վարորդը Երևան Քոչար փողոցի բնակիչ 25-ամյա նրա ուղևորը նրանք ձերբակալվել են տեղափոխվել են համայնքային ոստիկանության բաժին Mercedes-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կտրվի լրացուցիչ տեղեկություն կադրերը նայում եմ օլորել մորոլեր տարել են Այս երթևեկություն է փողոց է սիգնալ է կտան բան է դուք չեք տվել ոչ մեկին Այսա Մենք ես sense եմ պատկերացնում Էտո վեր արա սիգնալ Կիան արալա հասի մի հատ դրան արա Հələ մի հատ հասի արա Արա լկայինի կամի ասեց ինչ-որ հա
Կարող է այդ մարդը շատ լավ մարդ է, բազմազավակ ընտանիքի հայր է, կամ ես իմ ով է, ինչ է ծեծում Էս բանը էլի աբորիգեն վայրենություն, անխելքություն եւ իրանք են տուժելու։ Հիմա ծայրահեղ դեպքում ոնց էլ լինի մի բան կհասնի այդ ասած այդպես աչքի առաջ բոլորի այդ խուլիգանություն են արել եւ այլն եւ այլն։ Բայց այս պետք է Դրա համար երբ որ խոսում ենք կառավարություն մի քիչ թեմայից դուրս է, բայց ուզում եմ բան անել այդ վարչապետի խոսքը էլի ազգային բանից ասուլիսի ժամանակ։ Ուրեմն սենց է ասում պարոն վարչապետը։ Քաղաքական խնդիրը հետևյալն է. եւ Ռոբերտ Քոչարյանն, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Սերժ Սարգսյանը ամսի մեկը որ մոտենա, պիտի հրախոսը բացեն, տեսնեն թոշակը նստել է թե չէ։ Ես ասել փող չեն ունենա էլի։ Շարքային մարդ դառնան էլի, հա։ Այսինքն կարող հետո լրագրողը չէ ասում ասել։ Ինչու՞, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով։ Իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել հատիկ առ հատիկ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, նշանակում է նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։ Վարչապետն այսօր անդրադառնալով Քոչարյանի ընտանիքի շուրջ ծավալվող իրադարձություններին քրեական գործին ասել է. ոչ մեկը ասում, բայց ոչ մեկը պետք է լինի կա, լավ ինչ-որ է, ոչ մեկ հարց չի տալիս այդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղից։ Ասում է բիզնեսով ենք զբաղվում, ում է ձեռք առնում։ Նրանք տենց ուժեղ բիզնեսմեն են, մենք էլ չենք կարողանում ոչ մեկի ձեռքից ոչ մի բան խլել։ Ես որ կարդացի, գիտեք ինչ եմ մտածում, Աստված իմ հետաքրքիր է, իսկապես ինձ հետաքրքիր է։ Հայաստանում կա մեծահարուստ մեկը, որը լրիվ օրինական աշխատել է այդ փողը, որ վճարել է եկամտը հարկերը, բայց ինքը մեծահարուստ է ու ապրում է Հայաստանի քաղաքացու ազնիվ կյանքով։ Մեկին բերեք նկարները դրեք թերթերում, ասեք, տեսեք, մենք էս էլ ունենք, որովհետև ինչքան հարուստ մարդ տեսանք կարդացինք, բոլորը զարդողի ճանապարհներով են, բոլորը խաբեությամբ, գողանալով ու թալանով են ասել։ Լավ, կամ մեկը որ ասենք, այ խնդրեմ, այս բիզնեսմենը հաջողակ, թեքսերը վճարող Հայաստանի ազնիվ քաղաքացի է։ Մի հոգի։ Չգիտեմ, Դաշանա։ Լավ լուր այս դիվերսիֆիկացիայի ֆոնին այսօր նախարարությունը էկոնոմիկայի նախարարը եւ ոչ միայն ընդունել է բարձրաստիճան գործընկերների Watermelon Ecosystem ընկերության հիմնադիրներին եւ հուշագիր է ստորագրվել մեր պտուղ բանջարեղենը ըստ այս պայմանագրի շաբաթական մինչև 40 տոննա պտուղ բանջարեղեն է արտահանելու Արաբական Միացյալ Էմիրություններ շաբաթական հիմա շատ է քիչ է եւ այլն բան բայց մեծ քայլ է սա մենք հաճախ ենք խոսում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեր հարաբերությունների մասին SSS ովքեր եղել են Դուբայի ցանկացած սուպերմարկետում կփաստեն որ դե Քենիայով, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով աշխարհի յուրաքանչյուր անկյունից այնտեղ խնձոր, տանձ, մանդարին ցանկացած միրգ ու բանջարեղեն կա հայկական ես երբեք չեմ տեսել այսքան գնում գալիս եմ հիմա եւ կներես Միքայել Ռաֆայել Միքայելը տղաս ասել Հիմա այստեղ մի պահ էլ կա էլի այս հիմա այս ասում են մենք կվերցնենք այս արբան են անում այս առևտուրը բայց հիմա մենք ունենք փող արտգործ նախարար ունենք արաբախոս կին ունենք ես վստահ եմ որ այս հանգամանքը անպայման տարբերություն անելու է դե լեզուն այդ ամեն ինչի հիմա տես որ ասում են առևտրի մաս բացեն արտգործ նախարարություն եւ այլն ամբողջ արաբական աշխարհի հետ այս մեր հարգարժան տիկինը կարող է հանգիստ շփվել իրենց լեզվով ու բացի դրանից ճանաչում է իրենց կուլտուրան հասկանում է իրենց նիստուկացը իրենց հոգեբանությունը այդքան դիսերտացիաներ պաշտպանելու բաներ արել կարծում եմ սա լավ բան պիտի լինի էլի գործիք պիտի լինի այս առևտուրը արաբական երկրների եւ ոչ միայն առևտուրը ցանկացած հարաբերություն իհարկե այդ լեզվի գործոնը կարևոր է որովհետեւ երբ որ բանակցում ես մեկ էլ հանկարծ օտարազգին է անգլերեն չէ որ ասես դե խոսում են լավից վատից բոլորը այդպես բացառիկ լեզուներից մեկ է հանկարծ պաշտոնյան անցնում է այդ լեզվին չէ ներքին քննարկումների ժամանակ մուդ է ստեղծում sense դրական հաճելի շղարշ է հա իրոք
Դե տեսնենք, ամեն դեպքում քիչ չէ եւ մեկնարկի համար այստեղ մանրամասն ներկայացված է, ուրեմն այս watermelon ecosystem հարթակի գործունեությունը ինչ է անում, այն միավորում է ռեստորանների ինքը արաբական կազմակերպություն Արաբական կազմակերպությունը հիմնադիր գործադիր տնօրենը Օմար Մոհամմադ Համադ Աբդուլլա Ալ-Շամսին ինքն է եկել յալլա ուրեմն պարոն մեծ ստորագրությունը դրա մի էջուկես կլինի մենակ ստորագրի հա ու այնքան ժպիտով sense անznավորություն ըստ նկարի այս watermelon ecosystem հարթակի հարգարժան պարոն Օմար Ալ-Շամսին միավորում է աշխարհով մեկ ռեստորանների, ռեստորատորների, ովքեր ռեստորանային բիզնեսով են, սննդի խոշորագույն մատակարարների, արտադրողների, ֆերմերների եւ նրանց առաջարկում թվային գնումներ, մատակարարումներ, շղթայի կառուցման ամբողջական գեոլոգիկ լուծումներ գեոլոստիկ լուծումներ այսինքն կազմակերպում դու ապրանք ունես մենք կազմակերպում տարբերակն է էլի բող ունես բեր գազար ունես բեր հանդիպան ընթացքում քննարկվել են համաձայնություններ լալալալալա ծրագրի իրականացումը հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնում ինչպես նաև հայկական արտադրողներին արաբական միացյալ էմիրությունների եւ այլ միջազգային շուկաների գնորդների դիստրիբյուտորների հետ կապերի հաստատումներ Գևորգ Պապոյանը ներկայացրել է SSSSSS, արդյունքում ստորագրվել է հուշագիր, ըստ որի հաջորդ ամսվանից ամեն շաբաթ 40 տոննա թարմ պտուղ բանջարեղեն է արտահանվելու արաբական միացյալ էմիրություններ, այստեղ ծափեր։ Ես քեզ չեմ լսում։ Ինչու՞։ Անջատվեց, թե ընդհանրապես չկա ձեն։ Մի րոպե, uno momento։ Կարևորը ռադիոլսողները լսեցին ինչ էինք ուզում ասել, հեսա մի րոպե, այ հիմա պիտի որ լսեք։ Եկավ ձայնը։ Եկավ թե չէ։ No? Okay, մի րոպե։ Կարևորը ռադիոյում կա, մի հատ ձեր մոտ ստուգ է, կարող է ձեր մոտից ինչ-որ մի բան։ Եղավ, հա։ Okay, ինչ էր վերջի մասը ինչ էր։ Ասեմ որ ստորագրվեց հուշագիր, ըստ որի այդ ինչ լոգիստիկ հարցերով լալալալալալա եւ 40 տոննա ամեն շաբաթ ամսի 1-ից սեպտեմբերի 1-ից սկսում ենք արտահանել, այնպես որ ծափեր հարգարժան պարոն Օմարին, Օմար Ալ-Շամսին, Մերոնց, պարոն Պապոյանին, դե պարոն Պապոյանի հետ շփումներ եմ ունեցել գործնական հարթակում նաեւ մոտորերս կարելի է մի հատ կգրեմ, տեսնեմ կհամաձայնի միանա Art Music-ի եթերին, թեկուս գործի ժամին մի քանի հարց տանք, որովհետև կարծում յուրաքանչյուր Սփյուռքի մեր ռադիոլսողի հետաքրքրում է այս առևտուրը, բանը, ռուսները, լարսը, փակ են, բաց են, հա։ Անպայման կգրեմ հեսա հիշում։ Շատ կարևոր է դառնում, դա արդեն մենք այդ հասկացանք։ Ինչքան կարևոր է այդ կախվածությունից ազատվելու համար Ռուսաստանին։ Մանավանդ առևտուրը։ Դա մի րոպե Պապոյան։ Ես ուզում ուղիղ եթերից էլ տեսանոց կանեմ կուղարկեմ, անպայման կգրեմ, ահա, այսպես։ Դե ինչ, այսքանով ամփոփենք, հա, մեր զրույցը։ Ձեզ բացենք նաև ցտեսություն եւ բարի ճանապարհ։ Երևիկա Արցախոթի եմ գնում։ Ռաֆայելը ձեզ կզբաղացնի այդ ընթացքում, մինչև ես վերադառնամ։ Լավ եղեք։ Մինչև ձեր վերադառնալը ես Ամերիկայում կլինեմ արդեն։ Հանդիպենք ուրեմն այդտեղ։ Դե դες լավ ժամանց, ցտեսություն։ Շնորհակալություն։ Լավ հանգստացեք։ Լավ եղեք բոլորդ, ցտեսություն։ Ցտեսություն։